Ողջույն սիրելի հետևորդներ, եթե այսօր քեզ հարցնեն, ինչու ես այս աշխարհում, ինչ կպատասխանես, աշխատելու համար, ընտանիք կազմելու, հաջողակ լինելու, փող աշխատելու, թե երբևէ մտածել ես, որ Աստված քեզ ստեղծել է մի նպատակի համար, որը շատ ավելի մեծ է, քան քո անձնական ծրագրերը։ Գիտես, ամենամեծ ողբերգությունը կյանքում ձախողվելը չէ, ամենամեծ ողբերգությունը երբեք չհասկանալն է, թե ինչու է Աստված քեզ կանչել։ Պողոս առաքյալը հենց այս հարցով սկսում է Կորինթացիներին ուղղված իր առաջին նամակը։ Զարմանալի է, որ նա նամակ է գրում մի եկեղեցու, որտեղ կային բաժանումներ, հպարտություն, բարոյական խնդիրներ եւ բազմաթիվ թերություններ։ Սակայն առաջին խոսքերը դատապարտություն չեն, այլ հիշեցում։ Դուք Աստծո կողմից կանչված եք։ Այսօր շատ մարդիկ իրենց սահմանում են իրենց սխալներով։ Աստված քեզ սահմանում է իր կոչումով։ Պողոսը Աստծո կամքով կոչված Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու եւ Սոսթենեսը եղբայրը Կորինթոսում գտնվող Աստծո եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են, կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին, նրանց եւ մեր Տիրոջը շնորհ ձեզ եւ խաղաղություն մեր Հայր Աստծուց եւ Տեր Հիսուս Քրիստոսից։ Ձեր առիթով շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն այն շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով, որովհետև դուք նրա միջոցով հարստացաք ամեն ինչով, թե խոսքի առատությամբ, թե գիտությամբ, Քրիստոսի մասին վկայությունն այնպես ամրորեն հաստատվեց ձեր մեջ, որ ոչ մի շնորհ չի պակասում ձեզ, մինչ սպասում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը։ Ամեն։ Պողոսը կանչված առաքյալ։ Պողոս առաքյալը չի ասում ես որոշեցի առաքյալ դառնալ։ Նա ասում է կանչված եմ Աստծո կամքով։ Սա մեզ սովորեցնում է մի կարևոր ճշմարտություն։ Ծառայությունը կարիերա չէ, այն պատասխանն է Աստծո կանչին։ Այսօր շատերը հարցնում են, ինչ եմ ուզում անել իմ կյանքում, բայց քրիստոնյան նախ հարցնում է, ինչ է Աստված ուզում, որ ես անեմ։ Սուրբ Հովհան Ոսկեբեյանն ասում է, Պողոսը սկզբում հիշեցնում է իր կոչումը, որպեսզի բոլորը հասկանան, ավետարանը մարդկային նախագիծ չէ, այլ Աստծո գործը։ Այսինքն, մեր արժեքը գալիս է ոչ թե ինքնահաստատումից, այլ Աստծո կամքին պատասխանելուց։ Սրբացվածներ Քրիստոս Հիսուսով։ Պողոսը Կորինթոսի հավատացյալներին կոչում է սրբեր։ Սա առաջին հայացքից տարօրինակ է, որովհետև այդ եկեղեցին բազմաթիվ խնդիրներ ուներ։ Ինչու է նրանց այդպես կոչում։ Որովհետև սրբությունը նախ Աստծո պարգևն է, ապա մարդու ճանապարհը։ Քրիստոսը նախ ընդունում է մարդուն, հետո սկսում է փոխել նրան։ Արդի ժամանակների թե համեմատենք, ապա կտեսնենք, այսօր շատերը մտածում են, երբ կատարյալ դառնամ, նոր կգնամ եկեղեցի։ Սա նույնն է, ինչ Հիվանդն ասի, երբ առողջանամ, նոր կգնամ բժշկի։ Եկեղեցին կատարյալների ակումբ չէ, սիրելիներ, այն ապաշխարողների եւ բժշկություն փնտրողների տունն է։ Բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ կանչում են Տիրոջ անունը։ Պողոս առաքյալը հիշեցնում է, որ եկեղեցին միայն տեղական համայնք չէ, մենք պատկանում ենք մի մեծ ընտանիքի։ Այսօր աշխարհը բաժանված է ազգերով, քաղաքական հայացքներով, սոցիալական խավերով, բայց Քրիստոսի մեջ կա միություն, որը գերազանցում է այդ բոլոր սահմանները։ Սուրբ Օգոստինոսն ասում է, եկեղեցին մեծ է ոչ իր շինություններով, այլ նրանով, որ աշխարհի տարբեր ծայրերում նույն Տիրոջն են դավանում։ Շնորհ ձեզ եւ խաղաղություն։ Պողոսի ողջունը սովորական բարեմաղթանք չէ։ Նա ասում է նախ շնորհ, ապա խաղաղություն։ Ինչու՞։ Որովհետև առանց Աստծո շնորհի իրական խաղաղություն գոյություն չունի։ Այսօր մարդիկ խաղաղություն են փնտրում արձակուրդ գնալով, ունեցվածք կամ հաջողության մեջ, բայց խաղաղությունը ծնվում է այնտեղ, որտեղ մարդը վստահում է Աստծուն։ Ամեն բանում հարստացաք նրանով։ Պողոս առաքյալը չի խոսում նյութական հարստության մասին, նա խոսում է խոսքի, իմաստության, հոգևոր պարգևների մասին։ Այսօր աշխարհը հաջողությունը չափում է բանկային հաշվով, Աստված հոգևոր հասունությամբ։ Հարցը սա չէ, որքան ունես, հարցը սա է, որքան ես դարձել Քրիստոսի նման։ Սուրբ Աթանասն ասում է, որ Քրիստոսի շնորհը մարդուն ոչ միայն ներում է տալիս, այլ նաև զորացնում է ապրելու նոր կյանքով։ Սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը։ Քրիստոնյան ապրում է ապագայի հույսով, բայց այդ սպասումը пассив չէ, այն ակտիվ սպասում է։ Ինչպես զինվորը, որ պահակակետում գիտի, որ հրամանատարը կարող է ցանկացած պահին գալ
Ինչպես ծառան, որ պատրաստ է իր տիրոջ վերադարձին, այսօր շատ մարդիկ ապրում են այնպես, կարծես այս աշխարհը վերջնական է։ Պողոսը հիշեցնում է, մեր իրական հայրենիքը երկնքում է։ Նա ձեզ հաստատուն կպահի մինչև վերջ։ Սա այս հատվածի ամենամխիթարիչ խոսքերից մեկն է։ Պողոսը չի ասում դուք ինքներդ ձեզ կպահեք, նա ասում է Աստված կպահի ձեզ։ Սա չի վերացնում մեր պատասխանատվությունը, բայց հիշեցնում է, որ հավատքի ճանապարհին առաջին եւ վերջին խոսքը Աստծուն է։ Սուրբ Եփրեմ աստորին ասում է Աստված չի թողնում նրան, ով ամեն օր նորից ընտրում է քայլել իր ճանապարհներով։ Այս հատվածի գլխավոր պատգամը մեր ժամանակների համար սա է, որ այսօր ինքնությունը դարձել է մեծ ճգնաժամ։ Մարդիկ փորձում են իրենց արժեքը գտնել մասնագիտության մեջ, սոցիալական ցանցերի հետևորդների թվի մեջ, արտաքին տեսքի մեջ, հասարակության գնահատականի մեջ։ Բայց Պողոս առաքյալը հիշեցնում է, որ դու նախ եւ առաջ կանցված ես Աստծո կողմից։ Քո արժեքը չի որոշվում այն բանով, թե մարդիկ ինչ են մտածում քո մասին։ Այն որոշվում է նրանով, որ Քրիստոսը իրեն ընդհանրեց քեզ համար։ Փորձենք մի քանի կարևոր խորհուրդներ առանձնացնել այս հատվածից։ Ամեն առավոտ հիշեցրու քեզ, որ դու ապրում ես ոչ թե պատահական, այլ Աստծո կոչումով։ Մի սասանիր քեզ քո անցյալի սխալներով, մի սահմանիր քեզ։ Ծառայիր այնտեղ, որտեղ Աստված քեզ դրել է, ընտանիքում, աշխատանքում, եկեղեցում, խաղաղություն փնտրի նախ Աստծո ներկայության մեջ։ Զորացրու այն պարգևները, որոնք Աստված տվել է քեզ։ Մի նախանձիր ուրիշների կոչմանը, բացահայտիր քոնը։ Հիշիր, որ քրիստոնեական կյանքը միայն սկսելը չէ, այլ մինչև վերջ հավատարիմ մնալը։ Շնորհակալ եղել Աստծո շնորհի համար ամեն օր։ Ապրիր այնպես, կարծես այսօր կարող է լինել Քրիստոսի գալստյան օրը։ Ամեն երեկո հարցրու քեզ. այսօր իմ կյանքը համապատասխանեց այն կոչմանը, որով Աստված կանչել է ինձ։ Սուրբ Հովհան Ոսկերբերյանը շեշտում է, որ Աստծո կոչումը մարդու արժանիքների արդյունքը չէ, այլ նրա սիրո դրսևորումը։ Օգոստինոսը հիշեցնում է, որ եկեղեցու միասնությունը հիմնված է ոչ թե մարդկանց կատարելության, այլ Աստծո շնորհի վրա։ Սուրբ Աթանասը սովորեցնում է, որ Քրիստոսի շնորհը ոչ միայն արդարացնում է, այլ նաև վերափոխում մարդուն։ Սուրբ Եփրեմ աստորեն գրում է, որ հավատացյալի ճանապարհը սկսվում է կանչով, բայց ավարտվում է միայն այն ժամանակ, երբ նա մինչև վերջ հավատարիմ է մնում Քրիստոսին։ Սիրելի հետևորդ, եթե այսօր քեզ թվում է, թե դու փոքր ես, անկարող ես կամ անցյալիդ պատճառով Աստված չի կարող քեզ օգտագործել, լսիր Պողոսի առաքյալի առաջին խոսքերը։ Դու կանչված ես։ Աստված երբեք չի ընտրել միայն ամենակատարյալ մարդկանց։ Նա ընտրել է նրանց, ովքեր պատրաստ են ասել. «Ահա ես Տեր»։ Հիշիր, քո անցյալը չի որոշում քո ապագան, քո թուլությունները չեն չեղարկում Աստծո ծրագիրը։ Եթե նա կանչել է քեզ, նա նաև շնորհ կտա, կզորացնի եւ մինչև վերջ կպահի քեզ։ Այս աշխարհը կփորձի համոզել դու արժեք ունես միայն այն դեպքում, երբ հաջողակ ես, բայց ավետարանն ասում է դու արժեքավոր ես, որովհետեւ Աստված քեզ իրեն է կոչել։ Ուրեմն ապրիր քո կոչմանը համապատասխան, մի վախեցիր ծառայելուց, մի հետաձգիր ապաշխարությունը, մի կորցրու հույսդ, քանի որ կանչողը հավատարիմ է եւ նա երբեք չի լքում նրանց, ում իր անունով է կանչել։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուբգեն հատվածի բացատրությունը ուղարկել քո ընկերներին, բարեկամներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։